Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Կիսալուսնի մայրամուտ հաղորդումն է։ Այն Տիրան Լոքմագյուզյանի հեղինակային հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ ինքը հեղինակն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոքմագյուզյան։ Վերջերս Էրդողանը մի հրամանագիր է ստորագրել, որով մի շարք երկրների քաղաքացիներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղստանը եւ Ուզբեկստանը, այլ օտարերկրացի չեն համարվի Թուրքիայում։ Եվ դրան զուգահեռ նաև Էրդողանը այսպես արագացնում է թուրքական միասնական այբուբենի ստեղծումը։ Հետաքրքիր այս երկուսը, երբ որ կապում ենք իրար, ինչ պատկեր է ստացվում սա, ինչ է նշանակում արդյոք մեծ Թուրանի այդ գաղափարը ի վերջո ի կատար է ածվում։ Մեկ բառով կարելի ասել Թուրան, ուրիշ ոչ մի բան։ Այո, Թուրանը կազմում են արդեն կամաց եւ մենք հայերս էլ անմասն չենք այդ գործում։ Հիշենք, որ մեր վարչապետը երբ մի երկու ամիս առաջ էր թե ինչ էր Ստամբուլում հայ համայնքի ներկայությամբ ասաց, որ Թուրանի ճանապարհը բացում եմ։ Մենք ենք բացում Թուրանի ճանապարհը, իմիջիայլոց դեռ թուրքերը դրա մասին չխոսած, մենք խոսեցինք Թուրանի մասին։ Թուրքերը քիչ թե շատ պաշտոնական առումով այդ անունը շատ չեն օգտագործում, քիչ թե շատ բան անում, թաքցնում են այդ իրենց նպատակները, սակայն ասենք ազատ մամուլում, այսինքն ինչքան էլ ազատ են, ասենք մամուլում եւ այլն, այդ ամեն ինչի մասին խոսում է իհարկե, միշտ խոսվել է, երբ որ մի քանի տարի առաջ ժանդարմարիայի համագործակցության մասին ինչ որ բան կազմեցին, կառույց կազմեցին, այն ժամանակ պաշտոնական առումով ասվեց, որ ովևէ երրորդ երկրի դեմ ովևէ մենք բան չունենք, մենք միայն ժանդարմարիայի համագործակցություն ենք անում, սակայն անխտիր բոլոր թուրքական թերթերը որպես վերնագիր գրել էին Թուրանի բանակը կազմվեց։ Իհարկե այդ բոլոր թերթերն էլ կառավարության սկզբության տակ են եւ եթե նայեք հետաքրիր էր վերնագիրը բոլորի մոտ նույնն էր։ Բոլորի մոտ նույնն, այսինքն մի տեղից տրված բոլորն էլ նույն վերնագիրը դրեցին, դակնեն ավելացրեցին այդ մնացածը։ Իհարկե դա վերևից էր գալիս, դա շատ բարձ էր, իրենք պաշտոնապես չեն ասում, բայց ամբողջտոն կերպով ասում են, այսինքն ուղղակի, այսինքն եթե կառավարությունը թերթերին տալիս է, որ այս բանը գրեք, ուրեմն դա նշանակում է, որ ինքն է ասում, որ դա իրենք են ասում, բայց զարտուղի ճանապարհներով են անում դա։ Դա շատ հստակ դասական դիվանագիտություն է, որի շատ վարպետներն են թուրքերը, դասական դիվանագիտություն։ Սա էլ այդ քայլերից մեկն է, այն որ մենք էլ հայտարարեցինք, որ մենք Թուրանին ճանապարհ ենք տալիս, այժմ արդեն կամաց սկսան քայլ առ քայլ առաջ գնալ։ Տեսեք, այբուբենը ուզում են միասնականացնեն, դե մեր հարևան ադրբեջանցիներ մի 3 անգամ իրենց այբուբենը փոխեցին արդեն, չէ՞։ Դե թուրքերն էլ ժամանակին փոխեցին, արաբադարեր, հետո դարձան բանը լադինադարին, որի ստեղծողի միջալոց հենց հայ է, Հակոբ Մարթեյան Դիլաչարը, եւ այժմ ուզում են նաեւ այդ այբուբենը տարածեն մյուս երկրների վրա, որոնք դեռ ասենք Կիրիլ այբուբենն են օգտագործում, օրինակ, եւ տեսնում եք, որ կամաց հավաքում են բեդությունը եւ սա այդ քայլերից մեկն է, ինչպես կարող է օդար բեդության ներկայացուցիչը օդար չընդունվի քո կողմից։ Սա այն բանն է, որ արդեն մի բեդություն ստեղծելու քայլն է եւ տեսնում ենք, որ այդ ձեր սաղ հաշված բեդությունները բոլորն էլ անգամ եթե իրենց մեջը կան դեռ բանը մտածողներ, թե արդյոք մտնենք, չմտնենք, ինչ որ բաներ
ինչ որ խնդիրներ են տեսնում, սակայն այնուամենայնիվ, եթե գա այն օրը, որ արդեն ստեղծվում է, շատ մեծ սիրով մտնելու եմ, որովհետև արդեն Թուրքիային նայում են որպես եվրոպական պետություն, Եվրոպայի հետ շատ մոտ պետություն, մեծ տնտեսություն ունեցող պետություն, հզոր բանակ ունեցող պետություն եւ այլն, եւ այսօր էլ Էրդողանական Թուրքիան իրեն ցույց է տալիս որպես աշխարհի մեծերից մեկը եւ շատ մեծ սիրով կմասնակցեն եւ եթե բոլորը հավաքվեն, գիտեմ որ մի քանի 100 միլիոնանոց մի աշխարհի ամենամեծ պետությունն է դառնալու։ Այսինքն դա ենթադրում է, որ օրինակ եթե օտարերկրացի չեն համարվելու, ինչ որ պահանջներ կդրվեն նաև այդ քաղաքացիների վրա։ Ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Պահանջներից ավել իրենք այն ազատությունները, այն կարողությունները կունենան, ինչ որ թուրքերը ունեն Թուրքիայում։ Այսինքն տեսեք օրինակ Թուրքիան միշտ վախեցել է որ օրինակ հայերը հետ կգան, ույները հետ կգան, հրյաները ինչ որ աչք ունեն այդ հողերի վրա եւ օրենք կա որ խանգարում են թե որևէ տարածքում ինչ որ որոշ տոկոսից ավել օտարերկրացիներ հող առնեն եւ այլն հատկապես հող առնելը շատ կարևոր է եւ չեն թողնում ես լավ չեմ հիշում տարածաշրջանով տարբերվում է իհարկե հատկապես Արևմտահայաստանի վրա շատ զգուշ են Կիլիկիայի հետ կապված շատ զգուշ են հարավ արևելյան տարածքի հետ շատ զգուշ են մնացածը այդքան էլ կարևոր չէ իրենց համար որովհետեւ գիտեմ որ ինչ որ մարդիկ աչք ունեն այդ հողերի վրա այդ հողերի վաճառքը 10% է 15% է 20% է նայած տարբեր դեղեր հիմա արդեն օրինակ այս մարդիկ շատ ազատ կարող են հող առնեն որտեղ որ ուզենան ասենք ուզբեկները կգան Վանում հսկայական տարածքներ կառնեն թող առնեն Թուրքին ձեռնտու է դա արդեն մի նոր ուժ կունենա հակահայկական այնտեղ եթե հայերը ասեն սա իմն է ասեն ինչ կոնն է մենք մերն է մենք ուզբեկներս արդեն առել ենք այստեղ ու նաև Թուրքիայի է դա մի տեսակ ապահովագրություն է դա ինչպես որ մինչև այսօր անում են քրդերի հետ սակայն այսօր քրդերն են դեր ու դիրական կանգնում այդ հողերին դրա համար այդքան է ձեռնտու չէ քրդերի այնտեղ արգայությունը հատկապես արաբներին կբերեն ուզբեկներին կբերեն թուրքմեններին կբերեն եւ այդպես կբնակեցնեն իրենք էլ եթե իրենց ընդունում են որպես թյուրքական ասք տեսեք քրդերը իրենց չեն ընդունում որպես թուրք կամ թյուրքական բանի ցեղի ներկայացուցիչ այդ պատճառով խնդրեմ կա իսկ նրանք եթե ընդունեն իրենց թյուրքական ցեղի ներկայացուցիչ եւ ասեն որ մենք բոլորս թուրք ենք վերջացավ գնաց արդեն այդ շատ ավելի հզոր բադվար է քան ասենք քրդականը հայերի դեմ եւ քրդերի դեմ էլ իհարկե դա գլնի կամած քրդերն էլ այնտեղից կերացնեն ու կդառնա թուրքական տարածք հիմի այդ աշխատանքները ես մի քանի անգամ խոսել եմ դրա մասին այդ աշխատանքները տարբեր ոլորտներով են առաջ տարվում անգամ բանը հնիաբանական եւ լեզվական ուսումնական եւ այլն արդեն միլիարդներ են ծախսում թուրքերը միլիարդ դոլարներ ինչելոց ծախսում են թուրքերը արդեն քանի տարի է 30 տարի է այդ առումով եւ առաջ է գնում հիմի միակ խոչընդոտը Հայաստանն էր իրենց համար այդ տուրանը կազմելու դա էլ արդեն մենք լսեցինք հենց Հայաստանի վարչապետի շրթերով որ մենք Թուրանին ճանապարհ ենք տալիս վերջացավ Նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ողջունում է թուրքական ներդրումները Հայաստանում եւ որ երբ ճանապարհը բացվի, մենք էլ այնտեղ ներդրումներ կանենք։ Հետաքրքիր է սա ինչով է պայմանավորված եւ արդյոք իշխանությունները չեն տեսնում ինչ որ անվտանգային ռիսկեր այս ներդրումների թուրքական ներդրումների մասով, եթե դրանք կան ըստ կարծիքի։ Որևէ նորմալ մարդ չի կարող չտեսնի այդ վտանգները։ Իսկ եթե ես ընդունում եմ, որ մեր կառավարությունն էլ կազմված է նորմալ մարդկանցից, իսկ եթե տեսնում են եւ ոչ մի բան չեն անում ընդհակառակը իրենք մտնում են այդ գործարքի մեջ, ուրեմն իրենք դուք ասեք ինչ են անում։
մեզ համար են աշխատում, թե ում համար են աշխատում։ Հիմա ես հետաքրքիր է, ես իրեն օրինակ գասե, այդ ինչ ներդրում ես անելու դու Թուրքիայում, կամ ով է ներդրում անելու, կամ ինչով է ներդրում անելու Թուրքիայում։ Տեսեք, անգամ միայն թվերին եթե նայենք այստեղ, դա շատ զավեշտական է այդ խոսքը։ Այստեղ 80 միլիոնոց Թուրքիա կա, 3 միլիոնոց Հայաստան կա։ Աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը կա, իսկ այստեղ տնտեսություն կա թե չկա ընդհանրապես։ Տնտեսություն ընդհանրապես չկա այստեղ, արդարություն ընդհանրապես չկա, այդ ամեն ինչը քանդեցինք մենք սովետական ժամանակ, չէ՞։ Եվ չկարողացանք 30 տարի ստեղծել։ Ինչ ունենք մենք, դուք ինձ կարող եք ասեք մենք։ Այսինքն այդ կարաժներում, մարաժներում արդադրված բաներից բացի կամ փոքրիկ դնայնագործական ինչ որ փոքրիկ բաներով ստեղծվածներից բացի դնդեսություն ասելով ինչ ունենք, գործարան ունենք, մենք քանի հատ գործարան ունենք։ Խնդրում եմ, ասեք, թող մեկը ասե։ Ունենք, չունենք, ես արդեն քանի տարի նույն բանն եմ ասում։ Այն ժամանակ էլ, երբ որ պրոտոկոլների մասին խոսվում էր Սերժ Սարգսյանի ժամանակ, նույն բանն էի ասում։ Այսօր չի կարելի այդ սահմանը բացել։ Այսօր այս պայմաններով չի կարելի։ Ես ապուշ չեմ, որ ասենք բادرազմ եմ ուզում կամ չեմ ուզում, որ սահմանները բաց լինեն, ապուշ չեմ, ոչ ապուշ պիտի լինի մարդ, նոր այդպեսի բան ասի։ Սակայն այսօրվա պայմաններով ոչ։ Մենք միշտ ասել ենք, մենք շնորհակալություն պետք է հայտնենք թուրքերին, որ այսքան ժամանակ այդ սահմանը փակեցին եւ չեն բացում։ Մեզ առավելություն տվեցին իրականում, բայց մենք չկարողացանք օգտագործենք այդ առավելությունը։ Այո, այդ նախկին գոչվածներն էլ չկարողացան օգտագործել այդ գարելիությունը, այդ առավելությունը, այսօր ընդհանրապես արդեն ամեն ինչ ձերից տրվում է։ Ունենք, չունենք մի հատ Grand Candy ունենք, որպես գործարան։ Որպես մեծ գործարան, միայն Grand Candy-ն է, ցույց տվեք ինձ երկրորդ գործարան։ Չասեք թե մենք բան ունենք, հանքեր ունենք։ Դա տնտեսություն չի։ Եվ տնտեսություն չէ նաև այն առումով, որ մենք մեր հանածոները ջրի գնով բաշխում ենք օդարներին, ինչ է որ մի քանի հոգի այնտեղից լավ փող են աշխատում, բայց ջրի գնով։ Տեսեք, օրինակ, դարբեր բաներ, ասենք, մեդաղները, բղինձը, օրինակ, նույն ձևի է, հող ենք վաճառում մենք, հող տանում ենք, ջրի գնով վաճառում ենք, իրենք էլ բղինձ են սարքում դրանից, թանկ գնով մեզ հետ են վաճառում։ Մենք բղինձի կարիք ունենք, չէ՞, ամբողջ աշխարհը բղինձի կարիք։ Եվ բղինձը ստրատեգիական մեդաղ է։ Ավելի արժեքավոր է, քան ոսկին։ Գինը այդքան բարձր կարող է չլինի, բայց արժեք ունի, ստրատեգիական արժեք ունի։ Օրինակ Պերլիտը, տեսեք, արդեն մի 20 տարի է, ոչ մեկը չի խոսում Պերլիտի մասին, մի ժամանակ խոսում են, ոնց որ ջերմուկով էին երգիր ուզում բային, ասում են Պերլիտով էլ մի բան կարաս անես, չես կարա իարգի ամբողջ երգիրը բայց Պերլիտով, բայց կարաս եկամ, բայց ինչ, տեսեք Պերլիտը սենց բան ունի, եթե հանքից հանում եք, դա կարող օգտագործեք, բայց դա շատ էժան է, դա կարելի է շատ հասարակ բաների մեջ օգտագործել, եթե դա մի անգամ մշակում եք, գինը, ասենք, հիմա գցում եմ, սենց մտքցես, 10 անգամ բարձանում է, եթե երկրորդ անգամ մշակում եք, մի հատ էլ 10 անգամ բարձանում է, բայց մենք չենք անում այդ բաները, ոնց հանքից հանում ենք, այդենք տալիս ենք, իսկ մշակելը Պերլիտի իրականում շատ հեշտ է, եւ մենք ունեինք այդ կարողությունները կամունդովինք ու Պերլիտը այսօր սենց հանքից հանած վիճակով, սենց հող փոշի վիճակով տալիս ենք արտասահմանին ջրի, նրանք էլ ինչ որ բաներ են սարքում ու մեզ հետ են վաճառում։ Ու մենք այդ մեր Պերլիտով սարկած բանը առնում ենք մի 10 անգամ, 1000 անգամ ավելի թանկ, քան մեր վաճառած Պերլիտը։ Հիմա դա եղավ խելք, դա եղավ տնտեսություն, դա հանք տնտեսություն չի։ Տնտեսություն արդարություն է, գործարան է։ Ունենք, չունենք։ Բա որ չունես դու այսօր Հայաստանում չունես ներդրում անող
Թուրքիայում ով է ներդրում անելու, դու ես ներդրում անելու, թե այն մի քանի օլիգարխները, որոնք այս կառավարության ընտրվել, մինչև ընտրվելու օլիգարխ էին, ընտրվելուց հետո միանգամից ազնիվ բանը տնտեսվարողներ դարձան։ Ուր է այն օլիգարխները, որը թափ էին տալու ու իրենց կրբանից թափածով բյուջե էին լեցնելու, ուր են, ուր մնաց։ Այսինքն այդ ամբողջ գործընթացը արդեն ցույց է տալիս, որ մեզ ձեռնդու չէ այդ գործընթացը։ Եվ մենք Թուրքիայում ոչ մի ներդրում իհարկե չենք կարող անենք, մենք Թուրքիայում վաճառելու ոչ մի բան չունենք, ոչ մի բան, անգամ մեր այդ նշանավոր խաղողը ձիրանը, որը ռուսներին ենք վաճառում, դա միայն ռուսներին կարանք վաճառենք, Թուրքը ինքը ունի աշխարհի ձիրանի ճիրի ամենամեծ արտադրողն է Թուրքիան։ Ինչ ունենք Grand Candy ենք վաճառելու։ Կարող է մի քանի հայ առնեն, ոնց որ այսօր Ամերիկային գուղարկում հայերն են միայն առնում, ամերիկացին դերյակ էլ չէ դանունից։ Թուրքիան ամեն ինչում այնպիսի գործարաններ ունի, սկսած կարաժում սարքողից մինչև աշխարհի ամենամեծ գործարաններից, այսինքն գործարաններ կա, օրինակ բանը հենց պեչենի, շոկոլադ արտադրող գործարան կա Թուրքիայում, աշխարհի ամենամեծերից մեջը քայլելով չեք կարա մի ձերից մի ձեր գնաք։ Գոնե մինիմում հեծանիվ է պետք որ գնաք։ Կամ մեքենայով պիտի շրջեք այնտեղ։ Հիմա դրանց դեմ հիմա ուզում եք ինչ որ բան անեք։ Ներդրում եք ուզում այնտեղ անեք, շոկոլադ եք ուզում արտադրեք Թուրքիայում։ Գծիծաղ են, այսինքն հավերը գծիծաղ են դեր վրա։ Էլ չեմ ասում որ Թուրքիան որ այստեղ ներդրում անե, այդ ներդրում անելը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն թուրքական տնտեսությունը գալու է, այսին ժամանակ էլ եմ ասել պրոտոկոլները, թուրքական տնտեսությունը գալու է, բուլդոզերի նման մեր վրա sense մի հատ երկու անգամ գնալու է, ու մեզնից այդ մի քանի կոպեկանոցից էլ բան չի մնալ, այդ դնայնագործական այդ ինչ ցեխերը փոքրիկ, փոքր եւ միջիններն էլ վերանալու են, չեն կարա դիմանան, որովհետեւ ասում եմ, ամենափոքրից, ամենաէժանից, ամենաթանկը, ամենալավը ունեն այդ մարդիկ։ Էլ տեքստիլի մեջ արդեն շատ մեծ են աշխարհի վրա, շատ մեծ են, մանավանդ բամբակի բանի ակուսների հետ կապված ամբողջ Եվրոպան թուրքական տեքստիլ է հագնում։ Բայց դուք մենք էլ թուրքական տեքստիլ ենք հագնում։ Մի հատ գործարան կա, որը արտասահման է վաճառում իր արտադրածը։ Այն էլ այնց մեծ չէ։ Հայաստանի չափսերով կարող է մեծ լինի, Թուրքիայի չափսերով գծիծաղեն։ Այսինքն ամենա փոքր արտադրությունը անգամ գծիծաղ է դրա վրա։ Հիմա անուն չեմ կարա դամ ռեկլամ կլինի դրա համար, բայց ամեն մարդ կարող է իմանալ, որովհետև ունենք չունենք մի հատ ունենք, մի հատ տեքստիլի գործարան ունենք։ Անել բան Թուրքիայի չափսերով գործարան չէ, ատելյե է միայն, գործարան չէ։ Դրա համար մեր ունեցած վերջինն էլ այսինքն վերանալու է։ Ոչ տնտեսություն են ունենալու, այդ մի քանի փոքր եւ միջինն էլ չեն ունենալու։ Եվ ամենակարևորը գյուղացին արտագաղթելու է։ Ինչի արտագաղթելու է, որովհետեւ գյուղատնտեսական արտադրանք էլ բերելու են Թուրքիայից։ Շատ էժան։ Գիտեք, մենք թուրքական դոլիկ ենք ուտում, չէ՞։ Ոչ միայն նաեւ ուրիշ բաներ, մանդարին է գալիս, լիմոն է գալիս, չգիտես ինչ է գալիս, սա թուրքական։ Բայց ստացվում է այսօր արդեն վաճառվում է Հայաստանում եւ գնորդ կա։ Ինչի որովհետեւ գները հարմար են, ասենք ձմռանը իրենք լորիկ են արտադրում Անտալիայում, Ալանիայում, այնտեղ գնաք մի հատ տեսնեք, ձեր այդ ամբողջ ապը բան է, ջերմոցներ են։ Ձմռանն են արտադրում եւ դուք ոչ մի բան չունեք, ոչ մի բան չեք կարող արտադրել, որովհետեւ ցուրտ է։ Կամ եթե արտադրեք ջերմոցներում, այսինքն օրինակ Հայաստանում ջերմոց դնելը դա ինձ համար հիմարություն է, որովհետև ես սպասվել եմ այդ գործով, ես հետաքրվել եմ, որովհետև այնքան պիտի ջերուցեք, որ այդ բոլոր ձեր ծախսը շատ մեծանում է, այդ ծախսը որ մեծանում է, արդեն չեք կարող մրցեք։
Թուրքը, եթե դուք ասենք կա, չէ, վաճառում է, հայկական լոլիկ էլ վաճառում է, ձմռանը 1000-1500-2000-ով մի կիլո լոլիկ են վաճառում։ Այդ թուրքը գբերը 100 դրամով լոլիկ, այստեղ կարող է, որովհետեւ պրոբլեմ չկա, ինքը չի ջերուցում։ Ոնց որ մենք դաշտում արդատրում ենք այդ լոլիկը առանց ոչ մի ծախսի, նա էլ իր ջերմոցում արդատրում է, որովհետեւ չի ջերուցում, ոչ մի բան չի անում։ Որը միայն փակել է այդքան բան։ Ու դա ունի մշտական օգտագործում է այդ օղը։ Այդ պատճառով գյուղացին սնանկանալու է, ինչ որ քիչ թե շատ արդատրում ունեցողը սնանկանալու է, մեծ գործարան կոչված անգամ սնանկանալու է, այստեղ Հայաստանում ու ինչ են դառնալու հայերը գիտեք։ Ինչ են դառնալու։ Կոց են դառնալու Թուրքի համար։ Իրենք աշխատելու են Թուրքի մոտ, ծառայելու են, որպես ծառա, ասենք Թուրքի խանութում վաճառող, Թուրքի, ասենք դրած ինչ որ ցեխում բանվոր, գյուղացին, ասեցի, գնալու է արտասահման, գնա Ռուսաստան օրինակ, ոնց որ ահագին գյուղացի գնացին Ռուսաստան, այնտեղ ասենք ռուսը հող էր տալիս, բան էր տալիս, կարողություն էր տալիս, հազարներով մարդ գնաց, չէ՞։ Այդ մնացողն էլ գնալու է, մեր սաղ դաշտերը դատարկ են լինելու, այս անգամ թուրքը սաղ առնելու է, ու ինքն է մշակելու, ինքն է բանելու։ Իմիջայլոց, արդյոք Հայաստան մնալու է այդ ընթացքում, դա էլ ուրիշ հարց է։ Տեսեք, եթե բանը Թուրանը կազմվի, որ արդեն տեսնում եք, Թուրանն է դա, այդ ձեր նշած երկրները Թուրանի մեջ մտնելիք երկրներ են եւ միանում են, լեզուն միանում է, ես միանում է եւ մենք էլ ասում ենք, որ Թուրանին ճանապարհ ենք տալիս, Թուրանը կազմվում է արդեն։ Ինչպես ասենք, միակ խոչընդոտը մենք ենք, իսկ մենք ասում ենք, որ այո, մենք Թուրանը բացում ենք, ճանապարհը բացում ենք։ Բա իսկ մի հատ ինչ որ մեկը հետաքրվել է, Թուրանը ինչ է նշանակում։ Թուրանի մեջ դու դեղ ունես ընդհանրապես, Թուրանի ծրագիրը ինչ որ մեկը նայել է, ես բոլորին առաջարկում եմ, մի հատ նայեք, ինչ մտեք մի հատ ինտերնետ նայեք, թե Թուրանը ինչ է նշանակում, Թուրանը թուրք ազգերի միություն է, մենք թուրք ենք, թուրքական ցանկ մենք չենք, չէ՞, եթե մենք չենք, ուրեմն չկանք մենք մեջ, եթե թուրկանանք, խնդրեմ, մենք էլ կդառնանք իրենց մասը, ով թուրկանա, ինչպես որ Թուրքիայում 100,000-ներով տենց թուրքացած հայեր կան, իհարկե բանով զորով թուրքացած են, նրանք կամավոր չեն մեծ մասը, բայց այս անգամ կամավոր եթե թուրկանաք, խնդրեմ, Թուրանի մեջ դեղ կունենաք, Մեհմեդսու, Մուստաֆա, Մաֆատմա գլնի ձեր անունը, կաբրիկ այս տարածքում, բայց ոչ Հայաստանում։ Հայաստանից կմնա մի փոքրիկ մաս, ասել եմ, նորից եմ ասում, բոլորը ականջին օղանեն, վաղը Աստված չտա, ես քանի տարի է, ինչ որ բաներ ասում եմ, կանխատեսումներ եմ անում, անալիզներ եմ անում, եւ միշտ ասում եմ, որ Աստված տա, որ ես սխալ դուրս կամ, ես չեմ ուզում ճիշտ դուրս կամ, բայց ես տեսնում եմ, որ ենք կնում, շատեր էլ տեսնում են, իսկ մնացած 70%-ը ուղղակի չի ուզում տեսնի, ուղղակի չի ուզում, բայց նման այսօր մի բան գարտացի, ասում է, բանիրը թանկանալու է, այսքանից այսքան է դառնալու, այնալ մեկն էլ ասում է, որ ոչինչ ասում է, ինձ չի բանանի, չի հետաքրում, մեզ մեկ է, միշտ 1000 դրամի եմ առնում բանիրը, դա է, մարդը աչքերը փակում է, կամ ուղեղն էլ է փակում, չի ուզում, մարդիկ չեն ուզում ուղղակի վատ բաները տեսնել, բայց գալիս է այդ վատը, չէ՞, գալիս է, ջայլամ չենք մենք, բայց ջայլամ ենք, պաստորը։ Շնորհակալություն պարոն Լոկ Մակյոսյան զրույցի համար, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։